Բարև սիրելիներս, մենք հիմա խանութներով ենք գնում, օրը շաբաթ է։ Նրանք երեխուն է տեղավորում մեքենայի մեջ։ Մենք եկել ենք Mixmart, մի քանի բան կգնենք, եթե լավաշ լինի, լավաշ կգնենք, հիմնականում դրա համար ենք եկել։ Եկել ենք այստեղ կենդանիների խանութ։ Կտեսնենք կերերը ինչքան են։ Հիմա կենդանիների խանութ ենք եկել, տեսնենք կերերը ինչքան են իրեն։ Այս խանութում հենց կան նապաստակներ, խամյակներ, ծովախոզուկներ, այդպես վաճառվում են իրանք։ Մի հատ հրաշք են ուղղակի այս նապաստակները, մանավանդ կախականջներով ու շատ որ մազիկներ ունեն։ Այստեղ թութակներ էին վաճառում, բայց գիտեք ինչն էր հետաքրքիր, անգամ նաև սովորական ճնճղուկ են վաճառում ու սովորական ճնճղուկը 36 եվրո էր։ Ես զարմացա, որ տեսա։ Սա էլ է բուն, որ կենդանին պահկվի մեջի, ուզում էի հասկանալ պլաստիկ է, թե իսկականից քարա, որտեվ ինքը շատ ծանր էր, բայց ուղղակի ինքը սովորական պլաստիկից է պատրաստված։ Սրանք էլ խամյակներին տեղափոխելու համար են նախատեսված։ Սա էլ խանութում հենց գնում ես ու գնում ես այդ կենդանուն պարունակությունը։ Եկել ենք Թեդի, մի քանի բան կնայենք Թեդիում, ես մի քանի բան ունեմ վերցնելու, նոր կգնանք տուն։ Հիմա արդեն տանն ենք, Թեդիից գնել ենք այսպիսի երկու փայտից տարա, սա սրիչ էր, ամուսինը սա վերցրեց, չգիտեմ ինչին էր պետք, փոքրիկ ջրաման, պլաստիկի ծաման, ընդամենը 1 եվրո էր, և նորից փայտ է տուփ։ Նաև պենի էի մտել, պենիից գնել էի ջուր ենք վերցրել, պենիում վճարել ենք 19 եվրո 54 ցենտ, սրանք գնել ենք բենզալցակայանից, թոք եմ վերցրել պենիից, սունկ եմ վերցրել, կպատրաստեմ, ոնց որ Արմենս էլ իմ հետ բլոգեր է կամաց դառնում, որովհետև պահեր է լինում, հեռախոսս վերցնում է, տանում է նենց է դնում, ոնց որ ես եմ դնում նկարելուց ու կանգնում է հեռախոսի դիմաց։ Փոխ եմ գնել, հավի միս եմ գնել, որպեսզի պատրաստեմ, արդեն համենված եմ գնել։ Կարտոֆիլ կմաքրեմ, հեշտ կդնեմ ջեռոցում, որ եփվի։ Այսքաններ գնումները պենիից, սա նույնպես Թեդիից եմ գնել, այստեղ մեծ բաները կդնեմ ու վակուում կանեմ, որ դարակում շատ տարածք չզբաղացնի, 2 հատ եմ գնել, չգիտեմ որն է լավը։ Ձեռնոցներ են գնել, սա ամուսնուս էր պետք։ Ինձ գիրք եմ գնել, արդեն կարդում եմ այս գիրքը, քիչ կամանց է գնում, որովհետև բառեր կան, ընդգծում եմ ու թարգմանում եմ, ես ընդհանուր նախադասություն չեմ թարգմանում։ Թեդիում վճարել ենք 26 եվրո 65 ցենտ, ռուսականից գրել ենք կանանչի, սա էլ էր Թեդիից գնված, ամուսինս էր վերցրել 82 եվրո 96 ցենտ վճարել ենք կենդանիների խանութում։ Հարցնեք սա ինչ է, ամուսինս է վերցրել, ես ընդհանրապես տեղյակ չեմ։ Դրան այս արձանները պետք էին։ Այս թզուկը 2 եվրո էր։ Վերցրել եմ սա խոզի, կարծիքով ականջներն են։ Լավաշը չկար, ինչ որ մենք միշտ ենք գնում, դրա համար սա ենք վերցրել, պանիր, բայց սա այդքան էլ հաջող լավաշ չի։ Կիրակի օրը որոշել են քյաբաբ անեն, դրա համար լավաշը պարտադիր էր։ Mixmart-ում տեսա այսպիսի 3-ը մեկում սուրճ, անկեղծ առաջին անգամ էի տեսել, որոշեցինք փորձել։ Խոզի կոսկր ենք վերցրել, սերոժն էլ ես էլ շատ սիրում ենք սա, դրա համար վերցրել ենք։ Ու ինքը շատ համով է։ Սենց շատ համով հաց ենք այնտեղից վերցրել եւ նատախտարի լիմոնադ։ Տեսեք խոհանոցը ինչ տեսք ունի, դրա համար հիմա համ կպատրաստեմ, համ էլ կհավաքեմ, այստեղ սունկն է արդեն պատրաստվում, հիմա շուշուտ ցույց տամ ձեզ ու անցնեմ իմ գործի։
Առավոտը արթնացել ենք ու տնից միանգամից դուրս ենք եկել։ Քանի որ արդեն սունկը պատրաստվում է, միանգամից հիմա այն բրինձի ապարատի մեջ կպատրաստեմ բրինձը։ Մաման գիշերը տավարի միս էր խաշել, ինքը այսօր գործի է, դրա համար տավարի մսի ջուրը պահեցի, հնարավոր է հետագայում օգտագործենք։ Իսկ Իրանը որոշեցի գուլյաշ պատրաստել։ Հիմա սոխը կտրատեմ, սոխարած կանեմ սոխով ու գազարով, տոմատի մածուկ կավելացնեմ ու միսը կդնեմ մեջը։ Համ ուտելիքն է պատրաստվում, համ էլ ձեռքի հետ ընթացքում հեսա կհավաքեմ այստեղ։ Մի պահ մտածեցի ապուր պատրաստել, բայց հետո հասկացա, որ դա սխալ կլինի, որովհետև ապուր շատ դժվար են իրանք ուտում, իսկ գուլյաշ բոլորը սիրում են։ Բրինձը արդեն պատրաստվեց, հիմա կխառնեմ, որ իր տակը չչորանա ու սարքը կանջատեմ։ Քանի որ սոխարածը ինձ մոտ շատ է եղել, մի փոքր կառանձնացնեմ ու կդնեմ սառցախցիկը, որ հետագայում ավելի հեշտ օգտագործեմ։ Հիմա տոմատի մածուկն եմ ավելացնում, մի քիչ կտապակեմ, որ իր թթվայնությունը անցնի։ Այստեղ արդեն սունկն է պատրաստվեց։ Ամբողջովին արդեն տապակվել է, հիմա միսը կավելացնեմ մի քիչ իր ջրով։ Ջուտիկիս համար մի քիչ կլցնեմ բրինձը սնկով, որ հովանա ու արդեն ինքը ուտի։ Ես վերջացրեցի, բոլոր ուտելիքներն արդեն պատրաստ են, խոհանոցը արդեն հավաքված է, հիմա արդեն ես կարող եմ գնալ ջուտիկիս հետ հաց ուտել ու իրան կտանեմ քնացնելու։ Ես վերջացրեցի, հիմա մի փոքր բան կուտենք երկուսս, ջուտս կուտի բրինձ սնկով, 2 հատ սունկ բրինձ ցույց տվեցի, իսկ ես կուտեմ սունկ, հեսա ցույց տամ, սմետանով եւ սխտորով է համենված, սև բիբար եւ աղ, ու սրանցից կուտեմ, խոզի, չգիտեմ, ոնց որ ականջը, ոնց հասկացա, շատ համով է։ Օրը կիրակի է, մենք գնում ենք այստեղի լիճը, Վյոտրձեն։ Հալո։ Մոչիկ։ Եղանակներն արդեն բացվել են, դրա համար ճանապարհին շատ հեծանվորդներ ենք տեսնում ու իրանք փողոցով են քշում ու ոնց տեսնում եք պրոֆեսիոնալ հեծանվորդներ են։ Ես շատ մեծ վախ ունեմ, ես ինքս չեմ կարող փողոցով հեծանիվ քշել։ Գիտեմ, ես ինքից է գալիս, բայց փոքր տարիքում էլ այդ համարձակությունը չեմ ունեցել փողոցով հեծանիվ քշել։ Իմ պայուսակը թողեցի մեքենայում, ջուտիկիս պայուսակը վերցրեցի ու հիմա գնում ենք եկեղեցի, այստեղի եկեղեցին ձեզ ցույց կտամ։ Նոր պայուսակ է ջուտիկը ստացել իր տատիկի կողմից։ Առաջին անգամ չեն գալիս այստեղի եկեղեցին, հիմա ձեզ համար ուղղակի կնկարեմ։ Ավստրիայում պետական կրոն չկա, մարդիկ ազատ են ընտրելու հավատալ, թե ոչ, բայց հետաքրքիրն այն է, որ այստեղ շատ քրիստոնյաներ են, հատկապես կաթոլիկներ։ Այստեղ Հայաստանի նման չի, ինչա որ դու հայ ծնվել, դու պետքա քրիստոնյա լինես, այնե պետքա առաքելական եկեղեցու հետևորդ լինես։ Եթե հանկարծ ուրիշ եկեղեցով ես հետաքրքրված, ուրեմն աղանդ ես։ Քո ուղեղը լվացած է, այդպես է հայկական հասարակությունը։ Ես ոչ բոլորի մասին եմ ասում։ Այստեղ ինչ կրոն ուզում ես դավատնի, ինչ եկեղեցու ուզում ես հավատա, ինչ Աստված ուզում ես ունեցի, քո ընտրությունն է։
Բայց մի բան կարող եմ ասել, այստեղի եկեղեցիներից իմ մոտ այդքան էլ լավ զգացողություն չի լինում այս արձաններից։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում այսքան արձաններ չկան եկեղեցիներում, որովհետև հաստատ որ փոքր տարիքում ես այս ամեն ինչը տենայի, իմ կարծիքով իմ մեջ ահավոր վախեր կստեղծվեին։ Չգիտեմ, ձեր մոտ ինչ զգացողություն է առաջանում, որ այսպիսի արձաններ եք տեսնում։ Ինձ մոտ ոչ մի դրական զգացողություն չկա։ Բայց տեսեք, թե ինչքան գեղեցիկ տեսարան է բացվում դեպի լիճ եկեղեցու այգուց։ Օրը երկուշաբթի է, շատ անձրևոտ եղանակ էր մեզ մոտ, բայց դա մեզ չի խանգարում, մենք դուրս կգանք, որովհետև չուտիկս դուրս էր ուզում։ Մի հատ քաղցր կառնենք մեզ, որ ուտենք ու կգնանք ինչ-որ այգի։ Սա արդեն շորցում տեղադրել եմ այս խանութը, այստեղ էլի վաճառողի չկա, եթե հանկարծ չեք տեսել։ Սա 24 ժամ բաց է, այստեղից կարող եք 24 ժամ օգտվել ու ամեն ինչը տնական ապրանքներ են, բայց նաև շատ թանկ։ Մեզ մոտ չկա 24 ժամ բաց սուպերմարկետ կամ 24 ժամ առաքում, այդպիսի բան այստեղ չկա։ Դրա համար այս փոքրիկ խանութները փրկություն են։ Հավկիթը վերջացել էր, դրա համար այստեղից նույնպես կգնենք հավկիթ։ Այսպես տուփով դրված կա, բայց ես 10 հատ ուղղակի մեզ համար կվերցնեմ։ Մի հատը 39 ցենտ էր։ Թեմուից պատվերն ա եկել, սա նվեր էր 0 դրամ, ընդհանրապես մի հատ էլ պատվեր կա, բայց դա մեծ էր չափսով ու ցամաքով ա գալու, ոչ թե ինքնաթիռով։ Դրա համար երկար կտևի ու ես չեմ կարող այդքան համբերություն չունեմ սպասեմ մոտ 1 ամիս ու այս փաթեթը չբացեմ, բացի դա էլ սա էլ նա էլ երեխայիս համար է, կբացեմ, որ երեխաս է ուրախանա, հիմա միասին բացենք ու ցույց տամ, թե ինչ ենք պատվիրի, համա ես կտեսնեմ։ Ես նստեցի, տեսարանը լուծակիցինը, բացենք, սա նվեր էր, 0 դրամ, ընդհանրապես ոնց էր, 6 հատ ասեց ինձ նվեր ընտրի, 6 հատ նվերն ընտրեցի, ասեց 10 քանի եվրոյի, 17 եվրոյի պատվեր արա, ես 17 եվրոյի պատվերն արեցի ու իմ 6 ընտրածից մեկը սա էր, ու ինքը ավտոմատ այդ ձևով ընտրեց սա ու ստացվեց նենց, որ երկու պատվերներ երեխայի համար էր, մի հատ գոնե իմ համար մի բան չենք ավել, շորերը էի շատ գեղեցիկ պատվիրել, մտածում էի հենց այդ 6 նվերն են, մնացած պատվերների հետ կգա, բայց չէ, 6-ից մեկը ընդհանրապես ընտրվեց։ Առաջին անգամ էի այդ նվերներից օգտվում, դրա համար ձևը չգիտեի, եթե դուք գիտեք ոնց են այդպես տեսել եմ բլոգերներ լիքը նվերներ են պատվիրում, ոնց են այդպես անում, եթե ձևերը գիտեք, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, որ ես էլ իմանամ, որտեղ անկեղծ ընդհանրապես առաջին անգամ եմ փորձում այդպեսի բան, համար սա է։ Մի խոսքով սա նվեր է, իսկ իրականը որ ինչ որ պատվիրել եմ, դա հետո կգա։ Բավականին մեծ է։ Այս չգիտեմ քանի պլյուս է, անկեղծ չեմ նայել։ 2 տարի, իսկական իր ժամանակն է, ինքը 2 տարի կանա դառնում, 2 տարեկան եւ ավել։ Ու այսպես տարբեր չափսերով գցում են, հա, այստեղ չափսերը կա։ Ինչով այսպես ցույց տամ, համ այսպես գույներ ինքը կսովորի, այս օրինակ սա դնենք։ Այսա կփակեմ կտանեմ, որ ինքը բացի։ Եվ սա այստեղ, ահա, գույներով տեղավորում են, սա էլ այստեղ, շատ հավեսն է, ինձ թվում է իրան դուր կգա։ Սա էլ իմ անտիստրեսն է, այսքան է թեմուի պատվերներից։ Դե ինչ սիրելիներս այսօր այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։